Եվ այսպես, սկսենք ահասարսուր սպանությունների շղթային նոր բացահայտումով։ Պարզվում է Արամուսում ամուսինների սպանության մեջ կասկածվողը ևս 2 հոգու է սպանել, ըստ քննչական կոմիտեի 61-ամյա տղամարդը 4 անձին էլ 1 օրում է կյանքից զրկել։ Վերջին 2-ի մարմինները գտել են Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի ճանապարհին։ Տղամարդը իր անունով գրանցված որսորդական հրացանով սպանել է Զովունիից մի տղամարդու ու երևանցի կնոջ։ Մեր նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել Զովաշենից, տեսնենք, թե ինչ է նրանց հաջողվել պարզել։ Արամուսում ամուսիններին կյանքից զրկելուց հետո կասկածյալը ժամ էր։ Ան Զովաշենի դաշտամիջյան հատվածում հրազենի միջոցով կյանքից զրկել է ևս 2 հոգու՝ 49-ամյա տղամարդու եւ 41-ամյա կնոջ։ Մանրամասները, թե ինչպես են տեղի ունեցել սպանությունը, առայժմ անհայտ են։ Մենք նաեւ կապ հաստատեցինք Զովաշենի վարչական ղեկավարի հետ, որպեսզի հասկանանք, թե կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել սպանությունը, սակայն նա մեզ պատասխանեց, որ այդ տեղեկատվությանը չի տիրապետում։ Շատ եմ իմանում, ո՞րից պետք է իմանան, դաշտում է պատահական դեպք է պատահի, հետո Շամշյանը բանը խոսում է այդ ինտերնետով ասել, հետ եմ լսած ես։ Տեղյակ չեք։ Ընդհանրապես Մահացածներին չեք ճանաչում։ Ոչ մեկին։ Բայց գյուղացի են եղել։ Չէ։ Չէ։ Լսել եմ, որ այդ Արամուսին ասում է։ Ինքն է այդ դաշտը կրակել է այդ։ Գրակոսները չեք լսել։ Դու չի այս հավատանում, որ սաղոր որսորդները կրակում են, ոչ լսել։